Ապարանցիները շվարած կանգնել են իրենց տների բնակարանների տանիքներին։ Կիրակի կեսօրին մոլեգնած փոթորիկը հարյուրավոր շենքշինությունների տանիքներ է քշել, պատեպատ տվել, էլեկտրասյուներ ու ծառեր տապալել։ Լրիվ ամբողջովին սյունները տապալել է, բավարշե մետաղի բաները, բետոնե սյունները տապալել է։ Այդ կրիշի եղած մետաղները լրիվ փաթել է այդ ստորբի մուրասը մար զաբանով։ Աչքի տեսածին չեն հավատում ապարանցիները, ասում են ֆիլմերում հեռուստատեսությամբ էին տեսել նման բան։ Գործ էի անում, վերևում, այն զգացի բաներ անմիջապես հավաքելով տեղատներ լսեցի ներսը գարաժի դուռը ծածկեցի, դուրս եկա արդեն դեռ եմ երկակուտը ոնց որ ասում է ոնց վիճակ կլինի, վերցրեց աղունիկները ոնց է որ դες ֆռը, այդ ամբողջ այդ կրիշի, այդ մետաղները, բանը դες փառասում տալու։ Այս կադրերում երևում է, թե ինչպես է պտտահողմը ապականում քաղաքը։ Տեղացիները պատմում են, որ սկզբում խոշոր կարկուտ է թափվել քաղաքի վրա, շտապել են իրենց տներ։ Կարկուտից կարճ ժամանակ անց տորնադոն է գրոհել ապարանի վրա։ Կարկուտը խփեց, սաղ փախաներ, եթե կարկուտը չլներ, դուսը մարտել էր մի անգամից բեռներ չէին կողմնորոշվի ոչ մեկ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 4 մարդ տուժել է փոթորիկից։ Նրանցից մեկը Տիկին Այդայի որդին է։ Տանն են եղել փոթորիկի ժամանակ։ Տղան փորձել է պատուհանները բռնել, որ սաստիկ քամին չպոկի, բայց մի 4-5 մետրանոց տախտակ է տանիքը ճեղքել, ընկել ներս ու կոտրել տղայի թևը։ Այս մասերը փշրվել է, ստե ջարդվի, հիմա հիվանդանոցում պետք է վիրահատեն։ Երևի հետևից եկել է ճաքը, ժեշտը սենց ճղե ու մտել է ստեղ։ Իրենց քշված տանիքի տախտակներից չէ սա, վստահեցնում է Տիկին Այդան։ Ասում է, հարևան շենքերից մեկի տանիքից է պոկվել ու սրընթաց ընկել իրենց տուն։ Քարաքարին չի մնացել։ Տունը, ավտոտնակը, մեքենան ու գոմը ավիրել է տորնադոն։ Լրիվ քանդել է, լրիվ։ Այս մեքենան ձերն է, Էդ էլ իմ տղիս մեքենան է ջարդվել։ Իրար կից հայց տներում 4 եղբայրներ են ապրում, ոչ մեկի տան տանիքը չի խնայել փոթորիկը։ Քիթեղներն ու տախտակները հանել է օդ ու տարել հարևանների տների վրա գցել, ցիրուցան արել։ Աստծուն են աղաչում, որ անձրև չգա, թե չէ տներից միայն պատերը կմնան։ Լրիվ լցվելու է տունը, սենց դա լրիվ սենց նույն վիճակն է, ավերակ վիճակն է ախպես։ Այս կնոջ պատմելով սկզբից մտածել է, թե երկրաշարժ է։ Դուրս է եկել, տեսել է, որ տնամերձ կարտոֆիլի արտի մեջ է պտտվում սև փոթորիկը։ Դուռը բացեցի։ Չի հասցրել հետ դառնալ տուն, քամին է իրեն ներս շպրտել։ Այդ սև ուրագանը այստեղ էր։ Ու միանգամից տվեց պատուհանները լրիվ խփեց ներս ու մենք այդ ալիքի տակ ընկանք ներս։ Դուք տեսում էիք։ Այստեղ կանգնած էինք։ Ու միանգամից այս ժեշտերը վերևից կրիշից ամբողջը բերեց փակեց այս դուռ լուսամուտ։ Եղեր էր քամի փոթորիկ, բայց սենց բան չէինք տեսել։ Ավելի քան 1 օր է ապարանում ու հարակից բնակավայրերում հոսանք չկա եւ դեռ պարզ չէ երբ կլինի։ Խանութները, բանկերը գեներատորներով են հոսանք ստանում։ Այսօր կեսօրից հետո վերականգնվել է գազի մատակարարումը։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։